Այսօր խոսենք շատ կարևոր մի թեմայից, դա դիվերսիֆիկացիան է։ Դիվերսիֆիկացիան շատ ենք նշել բարբերաբար, ասելով դա, որ ամենակարևոր գործիքներից է ֆինանսական աշխարհում ոնց կառավարել ռիսկերը եւ եկամտաբերությունը, հա։ Սովորաբար ինչքան բարձր եկամտաբերություն, այնքան բարձր ռիսկ, այսինքն տատանումներ, հա, ընթացքում։ Եվ ինչքան ավելի ցածր եկամտաբերություն սպասված եւ դրա նաեւ ցածր ռիսկ։ Հիմա տեսնենք ինչ է կատարում, երբ որ մենք այդ երկու ակտիվը դնում ենք մի պորտֆելում, այսինքն դիվերսիֆիկացիա ենք անում մեր, այսպես ասած, արժեթղթերը կամ ունեցվածքը։ Օգտագործում ենք մի մոդել, որ ավելի պատկերավոր լինի, որ ավելի մանրակրկիտ տեսամիջը ուսումնասիրենք, հա։ Այս պատկերում համակարգչի վրա ունենք երկու ակտիվ, ակտիվ A-ն եւ ակտիվ B, այսինքն 1 եւ 2։ Մեկի եկամտաբերությունը սպասվող ավելի ցածր է, մյուսինը ավելի բարձր եւ դրա նաեւ իրենց ռիսկերը։ Ինչ է լինում, երբ որ մենք իրանց դնում ենք նույն պորտֆելի մեջ, հա, այդ պորտֆելի սպասված եկամտաբերությունը եւ ռիսկը ինչքան է դառնում։ Այստեղ ամեն ինչ կախված է կոռելացիայից, հա, այդ երկու ակտիվների միջև։ Ինչ է կոռելացիան։ Դա այն է, երբ որ մի ակտիվի գները տատանվում են մի ձև, մյուսինը մյուսը, կոռելացիան այս երկու ակտիվի մեջ, որպես պատկեր, հակառակն է, հա, -1 է, այսինքն մեկը բարձրանում է, մյուսը իջնում է առաջ։ Հիմա երբ որ մենք այս երկու ակտիվը դնենք նույն պորտֆելի մեջ, նայած կոռելացիա, ստանում ենք տարբեր պատկերներ։ Երբ որ կոռելացիան 1 է, այսինքն իրանք երկուսն էլ նույն առժամանակ բարձրանում են, նույն առժամանակ իջնում են, առանձնապես դիվերսիֆիկացիա չկա, որտեղ նույն ձևով է շարժվում այդ երկուսը, ու ստանում ենք այս ուղիղ գիծը, բայց երբ որ կոռելացիան բացասական է կամ ավելի ցածր է, 1-ից ցածր, այսինքն մենք ստանում ենք այս նարնջագույն կորը։ Նարնջագույն կորը շատ հետաքրքիր է, որտեղ ինքը ազդում է համ եկամտաբերության վրա, համ ռիսկերի վրա։ Եվ այս երրորդ պատկերում մենք կարող ենք ստանալ պորտֆելներ, որոնք շատ ավելի լավ եկամտաբերություն ունեն, քան թե այն մեկը կամ մյուսը իրար հետ, այսինքն մենք կարող ենք ստանալ նույն ռիսկով ավելի բարձր եկամտաբերություն, այս կարմիր կետն է, եւ կարող ենք ստանալ նույնիսկ այդ երկու արժեթղթերի միջոցով պորտֆելում ավելի ցածր ռիսկ, բայց ավելի բարձր եկամտաբերություն։ Եվ այդպես է այդ ամբողջ դիվերսիֆիկացիան, այսինքն աշխատում պորտֆելի մակարդակով։ Ոնց որ նշվեց, այս կոռելացիայի մակարդակները այդ երկու ակտիվի միջև շատ կարևոր են, այսինքն ու ակտիվները ինչ կարան լինեն բաժնետոմսեր, պարտատոմսեր, չգիտեմ, տարբեր տիպի private equity, օրինակ կամ ստարտափներ, հա, մեր պարագայում կարող է լինել աշաշգույք եւ այլն, հա, ուստեղ այդ կոռելացիաները շատ կարևոր են։ Այստեղ ունենք վերջում եւս մի բան ցույց տանք, պատմականորեն ինչ տիպի կոռելացիաներ են տեղ ունեցել տարբեր այտենց արժեթղթերի միջև, այստեղ ունենք մի հատ ցանկ, չգիտեմ, տարբեր տիպի բաժնետոմսեր միջազգային տարբեր երկրների, ինչպիսին են իրենց կոռելացիաները պատմականորեն եղել, հա, չգիտեմ, պարտատոմսեր կան, արժեթղթեր կան, նույնիսկ աշաշգույք, հա, տարբեր երկրներում իհարկե տարբեր ձևով է աշխատում, բայց այս պարագայում այստեղ կոռելացիաները նկարագրված են։ Դե վերջում ասենք, որ պորտֆել ստեղծելիս կարելի է հաշվի առնել ինչ պարտատոմսեր ունենք, ինչ բաժնետղթեր ունենք, ինչ ETF-ներ եւ այլն, եւ մի պատկերում էլ ցույց կտանք, թե ինչ տիպի ETF-ներ կան, որը ամենահեշտն է երևի աշխատելու, որտեղ տարբեր այս տիպի ակտիվները կարող լինեն մեր պորտֆելում, հա։ Դե հուսամ հետաքրքիր է, այս մոդելները շատ կարևոր են, որպեսզի ավելի պատկերավոր էս ամեն ինչը լինի եւ ինչքանով է դա ազդում մեր պորտֆելի ընդհանուր եկամտաբերության եւ ռիսկերի վրա։